Քո հայրը ինձ խոստացել էր, որ այստեղ գաս, այս անգամ չեք տեսնվի։ Եվ այդ ինչու՞։ Ինչու մենք չենք կարող տեսնվել։ Մոմու, դու արդեն մեծ աղջիկ ես։ Դու պետք է հեռու մնաս հակառակ սեռից։ Դուք չպետք է տեսնվեք հաճախ։ Մամ, դու ընդհանրապես ինչ ես խոսում։ Ախր դա Ջինժաոն է։ Ես բազմիցս ասել եմ Ջինժաոյի հետ կապված։ Դուք արյունակցական կապ չունեք։ Դուք հարազատներ չեք։ Նա քո եղբայրը չէ։ Ես պարզ արտահայտվել եմ, չես հասկանում։ Բացի այդ, նա հիմա անգամ լավ մարդ չէ։ Դու չես կարող նրա մասին այդպես խոսել, եթե անգամ հարազատներ չենք, նա մեկ է իմ եղբայրն է։ Այն ժամանակ հայրդ է ստիպել, որ նրան տուն բերենք, իսկ ես դեմ էի։ Բայց քո հայրը շատ համառ էր եւ պնդեց։ Ես արդեն ասել էի, որ այդ տղային բարդ է լինելու դաստիարակելը։ Նա շատ համառ է ու լկտի, հաստատ հետագայում խնդիրներ է ունենալու։ Այն ժամանակ նա բազմիցս մեր տուն էր զանգում, բայց ես նրան զգուշացնում էի։ Ես չէի ուզում, որ շփվեք։ Չնայած ինչպես կարող ես հասկանալ։ Եթե դու հասկանայիր, ապա ինձանից չէր փախչի, գոնե մեկ անգամ կգայր ինձ տեսության։ Նոր ինչ ասացիր։ Նա ինձ զանգել է։ Ինչ ես նրան զգուշացրել։ Հել ինչ կարող էի զգուշացնել։ Որ նա խելամիտ լինի, կանոններին հետևի եւ քեզ հանգիստ թողնի։ Միջնակարգ դպրոցում դու էլ երեխա չէիր։ Միթե նա չպետք է հեռու մնար։ Կարծում ես դա մանկություն էր, երբ քույր ու եղբայր էիք խաղում։ Ուրեմն, հենց սա էր իրական պատճառը, որ մեզ մոտ չես վերադարձել, այդպես է։